Այո, հիշողությունը պետք է զարգացնել և դա պետք է անել այն մեթոդներով, որոնք դարեր շարունակ օգտագործվել են։ Սակայն այժմ մենք չգիտես ինչու մի փոքր մոռացել ենք դրա մասին։ Այսօր կխոսենք հիշողության մասին։ Թվում է, թե հիշողությունը ակնհայտ բան է, սակայն դա այնքան էլ ակնհայտ չէ, և ինչու է սա այդքան կարևոր։ Քանի որ հիշողությունը հենց մենք, կամ կարելի է ասել հակառակը, մենք դա, եթե մենք կորցնում ենք հիշողությունը, ապա մարմինը դեռ կա, բայց մենք կարծես էլ մենք չենք։ Հիշողությունը տարբեր տեսակների է լինում, օրինակ գենետիկ հիշողություն, այն, ինչ հիշում է մեր գենոմը, այսինքն մեր ձևավորման ընթացքում ինչ տեսք պետք է ունենանք, ինչ գույնի մազեր, աչքեր և այլն, սակայն այսօր դրա մասին չենք խոսելու։ Այսօր կխոսենք կարճատև և երկարատև հիշողություններ և ընդհանրապես ինչ անել, որ կարճատև հիշողությունում գտնվող նյութը տեղափոխվի երկարատև հիշողություն։ Երբ մեզ ասում են որևէ հեռախոսահամար, ապա մեզ շատ քիչ ջանք է անհրաժեշտ, որպեսզի այդ հեռախոսահամարը հիշենք մինչև զանգահարելը։ Զանգահարելուց հետո այն մեզ այլևս պետք չէ, ուստի մենք այլևս ջանք չենք թափում, որպեսզի այն տեղափոխվի մեր երկարատև հիշողություն։ Երկարատև հիշողությունը պահվում է ընթացքում մենք մեծ քանակի ինֆորմացիա ենք ստանում, սակայն այն դեռևս կարճատև հիշողության մեջ է պահվում։ Որպեսզի այն տեղափոխվի երկարատև հիշողության հատված, մենք պետք է կզարմանաք երևի, քնենք։ Անիմաստ է քննությունից առաջ ամբողջ գիշեր պարապել, սովորել, նյարդայնանալ և չքնել, քանի որ հաջորդ առավոտյան դուք կունենաք այն իրավիճակը, որ քննության ժամանակ պարզապես ոչինչ չեք հիշի,